Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, ինչ այսպես հասարակությունը հետևում է կամ այնքան էլ արդեն չի հետևում խորհրդարանում ծավալվող իրադարձություններին, հա, այնտեղ ուր կհասնի եռմանկետ, ընդհանրապես եռմանկետ կլինի թե ոչ։ Այս ընթացքում լրացավ 1 տարին, ինչ նախաստորագրվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, TRIP-ի շուրջ համաձայնագիրը օգոստոսի 8-յան եռակողմ Վաշինգտոնյան հռչակագիրը էլի 1 տարի լրացավ, բայց այս ընթացքում ըստ էության մենք գործ ունենք եւ չունենք նաեւ որոշակի փոփոխություններ կապված ռետորաբանության հետ ադրբեջանական կողմի։ Ես ընդունում եմ, որ կա որոշակի այսպես թուլացում ռետորաբանական, այսինքն Ադրբեջանը, արևմտյան Ադրբեջանը այսպես կոչված խոսույթը մի քիչ թուլացել է, ուժի սպառնալիքները ըստ էության չեն ուժի կիրառման սպառնալիքներ չեն հնչում, բայց միևնույն ժամանակ, ասենք օրինակ վերջերս Իլհամ Ալիևը Նախիջևանում եղած ժամանակ հարցազրույց տվեց, հարցազրույցի ժամանակ ես դիվանագետ չեմ, կարող եմ այդպես արտահայտել, ոչ կոռեկտ հայտարարություններ արեց, առնվազն ոչ կոռեկտ, էլի հիշեց Մեծամորի ատոմակայանը, թե բա գիտեք ինչ կա, երբ Մեծամորի ատոմակայանը փակվի, Ադրբեջանը պատրաստակամ է Հայաստանին էներգետիկ օգնություն տրամադրել եւ այլն, մեկը լինի Ադրբեջանին տրամադրի, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Հիմա այս բարի ծերուկի բանը որ քաշում է իր վրա Ալիևը, ինչի է դա կապված։ Դե, ես չէ բողոքի այդ բարի ծերուկի դերից ավելի լավ է այդ դերը Ես չեմ բողոքում, այո, հա։ Ինքը էլի տենց դրական փոփոխություն է։ Ընդհանրապես մեր տարածաշրջանի եւ նախապատմությունից ելնելով, ինչ ենք մենք ունեցել Ադրբեջանի հետ վերջին տասնամյակներին, իհարկե հետաքրքիր էր Նախիջևանի այդ հայտարարությունները Իլհամ Ալիևի ու ես կարծում եմ, որ մենք երկար ժամանակ դեռ գործ ենք ունենալու հենց այս տիպի հայտարարությունների, հա, այսինքն այն ինչ մենք ցանկանում ենք վերջնական ինչ որ նորմալիզացում նաև հռետորաբանության չի լինելու, բայց եթե մենք նայում ենք հենց ադրբեջանական խոսույթի համատեքստում, սա որոշակի նորմալիզացում է, հա, որովհետև հաճախակի օրինակ նաև հայ-ադրբեջանական տարբեր հանդիպումների ժամանակ է, որ մենք էլ ենք նշում, որ Ադրբեջանում օրինակ կա այս հռետորաբանությունը, կա այս հռետորաբանությունը, ադրբեջանցի փորձագետները նշում են, որ բայց դուք չեք տեսնում, որ սա կա, բայց ավելացել է նաև ինչ-որ մի բան, այսինքն ոչ թե այս մեկ անհետանում է կոշտը, այլ դրա կողքին ինչ-որ նոր ճյուղեր են աճում, նոր հռետորաբանություն է աճում ու ես կասեի, որ Ադրբեջանում մոտ ապագայում մենք ունենալու ենք հենց, այսինքն այն նոր հռետորաբանությունը կտրելու է նախորդ, հա, այո, դուք կարող եք հիշել այդ հարցազրույցի ժամանակ Հայաստանի կապիտուլյացիայի մասին, բայց եւս մեկ անգամ ինքը հիշեց, որ հայկական կողմը հանձնեց այդ հողերը Աղդամի Քելբաջարի Լաչինի մասին առանց պատերազմական գործողություններին, եթե շարունակվեն Ադրբեջանը եւս զոհեր էր ունենալու, դա երկու անգամ է Ալիև այս հայտարարությունը անել, ու սա այսպես կասեի որոշակի դրական համատեքստ է իր համար, որ ցույց տա, որ արյունահեղություն չեղավ, մենք հավելյալ զոհեր չունեցանք եւ այս հարցը այսպես լուծվեց, հա, կամ ինքը նշում է էներգետիկ այդ խնդիրների մասին, որպես խնդրեմ նշում է Մեծամորի ատոմակայանը, ինչի մասին Ադրբեջանը խոսում է վերջին տասնամյակներին Թուրքիայի հետ, բայց միաժամանակ նոր համատեքստում որպես ինչպես դուք նշեցիք Հայաստանի տրամադրել համատակարարել էներգոռեսուրսներով, էներգակիրներով, ես սա համարում եմ հենց այդ նոր ու մանր դրական փոփոխություններ Ալիևյան հայտարարությունների մեջ, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ ինքը այդ դրականը ունի սահմանափակումներ եւ մենք միջի հիմա չենք անցել կարևոր շրջադարձային գծեր, հա, այսինքն դրանցից մեկը իհարկե TRIP պայմանագիրներ, որ կստորագրվեց օգոստոսին, որ բերեց այս նոր հռետորաբանության ու դրանից առաջ բազմիցս ասել եմ, ինչ ունենք մենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, հա, մի քանի փուլ կար։ Դա մինչև 2022-23 թվականներ, սեպտեմբերները, 23-ից հետո, ասենք դա դիվերսիաներ ռազմական գործողություններ հայ-ադրբեջանական սահմանին, Լեռնային Ղարաբաղի բլոկադա, հետո ռազմական օպերացիա եւ հայերից այդ տարածքի մաքրում, դրանից հետո կտրուկ որոշ դրսևորումների նվազում, հա, այդ սահմանային էսկալացիաների 24 թվից հետո անհետանում են սահմանային էսկալացիաները որպես ասենք, հա, զոհերով
ինչ որ երևույթ, հա, արդեն մարդկանց վրա չեն կրակում փետրվարից հետո 24 թվականի մինչև 25 թվականի սկիզբը լինում են էսկալացիաներ, լինում էր ավելի շատ հաղորդագրություններ, որ ինչ որ կրակոցներ կան, հետո եվրոդիտորդներն ասում են իրականում ոչինչ չի կատարվում, մենք ասում ենք տեղաշարժեր չեն կանում, այսինքն դա այդ հռետորաբանական էսկալացիաներ ու դա ճնշման էլի մեթոդներից մեկն էր կամ Հայաստանի շրջանների ոչ թե մարզերի, խորհրդային շրջանների հին անունները, հա, կամ նույնիսկ ցարական շրջենտրոնների ցարական անվանումների հետ, ասենք Կարավանսարայ, չգիտեմ, Ազիզբեկովի շրջան եւ այլն, այդպիսի երևույթներ կար։ Ու օգոստոսից հետո 25 թվականի այս երևույթներն են հայտանում, այսինքն սկսում են խոսել խաղաղությունից ու սկսում են խոսել էլի հակասական համատեքստը։ TV-ից ամենայն դեպս չեն անհետացել։ Սպառնալիքները։ Չէ, անվանումներ։ Անվանումների պաշտոնական հաղորդագրություններում Ադրբեջանի բաներ, հա, զինված ուժերի Հայաստանի տեղանունները բոլորը նշվում են ալտերնատիվ անուններով։ Հիմա այդ երևույթը չկա։ Հիմա չկա նույնիսկ հաղորդագրություններ, որ սահմանն ինչ-որ բան կատարվում, հա, այսինքն այս երևույթը ինքը կարևոր երևույթ է, այնքան հենց հաղորդագրություններ լինեն նոր կստուգ ենք, որովհետև այս վերջերս իրոք չի եղել։ Հա, վերջի տարվա օգոստոսից հետո դա չի եղել։ Մինչև օգոստոսը հստակ էր, որ ոչինչ չէր կատարվում էլի փոփոխություններ սա, որովհետև մինչև այդ նաև կատարվում էր։ Բայց 24-ից 25 թվականը սահմանին չկար այդ լարվածությունը փաստացի կամ այլ դրսևորումներ ուներ, բայց իրենք ավելի էին խտացնում գույները, որովհետև սա էլի տենց ճնշելու եւ ազդելու, հա, միջոց էր, որովհետև իրենք ընկալում են, որ կան չլուծված հարցեր։ Հիմա այդ չլուծված հարցերի քանակը ավելի քիչ է եւ կա այս հռետորաբանությունը։ Ես կարծում եմ, որ մեկնարկի արդեն թրիփ շինարարությունը եւ որ պարզ լինի առաջին հերթին երկաթուղին արդեն կառուցվում է, մենք ունենալու ենք եւս մեկ քայլ առաջ, այսինքն այս երկրորդ մասը ավելի շատ է լինելու, ինչ որ որոշումներ են կայացվելու հողի վրա կապված առևտրատնտեսական հարաբերությունների, կոմունիկացիաների առաջին հերթին, գուցե սահմանազատման որոշ հատվածային հատկապես եւ այլն, բայց նաեւ պետքա էլի մի քանի կարևոր թրեքների անդրադառնանք, հա, լիարժեք ապաշրջափակումը իմ պատկերացմամբ հնարավոր է միայն թրիպի գործարկումից հետո, երբ որ մենք ունենանք գործող կոմունիկացիա։ Սահմանազատման, սահմանագծման գործընթացի ավարտը հնարավոր է, էլի դա իմ տեսակետն է։ Ես կարծում եմ, մինչև խաղաղության պայմանագրի ստորագրելը անհնար է, որ այդ գործընթացը ավարտվի։ Այսինքն, որ Ադրբեջանը հատկապես դուրս գա այն տարածքներից, որ գրավել է 21-22 թվականներին, հա։ Եթե մենք խոսում ենք ժողովուրդների այդ մեջ հարաբերությունների կարգավորման, պատմական հիշողության եւ այլն, սա տասնամյակների գործընթաց է, այս փուլում ոչ մենք, ոչ Ադրբեջանը դրան պատրաստ չենք, այսինքն այս կոնֆլիկտը չի ավարտվելու այն առումով, որ քաղաքական դրսևորումները կարող են անհետանալ, մենք ունենանք նորմալ, ֆորմալ միջպետական հարաբերություններ, բայց այն ժառանգությունը, որ ինքը թողել է մեր եւ Ադրբեջանի համար, տարբեր պատճառներով ոչ մենք ենք պատրաստ դա մոռանալու կամ արագ ինչ-որ ձևով հաղթահարելու, ոչ Ադրբեջանը եւ դեռ տասնամյակներ այդ պրոբլեմատիկ հայտարարությունները, եթե ոչ բարձր մակարդակում, ավելի ցածր մակարդակում լինելու են, պատմաբանների լեզվակռիվը, ինչ-որ գրքերը եւ այլն լինելու են, եւ սա անխուսափելի է, որովհետեւ այդ խնդիրների քանակը ուղղակի ահռելի է եւ հիմա նույնիսկ որոշակի ցենզուրա կա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում է միջայլոց, հա, որովհետեւ այնտեղ քարոզչությունը ինքը նույնպես ցենզուրա, ինքը որոշ թեզեր առաջ է տանում, բայց քարոզչությունը չի արտացոլում երբեք այն իրական խնդիրները, որ կա, հա։ Հայաստանում ինչ ցենզուրա կա։ Հայաստանում ես կարծում եմ մեր պարտությունից հետո մեր լիքը թեմաներ անհետաքրքիր են դարձել, հա, ասենք էլի այդ պրոբլեմատիկ դրսևորումները կամ մենք փորձում ենք դա հիմա ինչ որ ձեւով չանդրադառնալ դրան հասկանալի պատճառներ, որ եկեք օրինակ ես մի թեմա ասեմ, որին մենք չենք անդրադառնում եւ որի շատ լավ օգտվում է Միչայլոց նույն Իլհամ Ալիևը իր հարցազրույցների ժամանակ, երբ հայտարարում է, թե գիտեք ինչ կա, Հայաստան մատակարարվող վառելիքը ամրապնդել է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, նկատի ունի Ադրբեջանից մատակարարվող, այդ արանքում Միչայլոց մենք էլ ենք մոռացել։ Պարոն Ալիևը հիմնականում օգտվում է նրանց, որ մենք էլ բավական կարճ հիշողություն ունենք, բայց նրանց որ ինքը
այսպես հատվածային հիշողությամբ է հանդես գալիս, տեսեք։ Ես այս վերջին շրջանում անդադ հիշում եմ, որ 2019 թվականին այդ մասին շատ խոսվեց։ Հայաստանի Հանրապետությունը Ղազախստանի հետ ստորագրեց բենզինի ներկրման համաձայնություն ներքին գներով, ընդ որում Ղազախստանի, ինչը բավական ցածր գներ են։ Եվ 19 թվականից առ այսօր այդ համաձայնության մասին ոչինչ ոչ շշուկ կա, ոչ բան, այսինքն մենք ճանապարհ չունենք, դե դրա համար էլ չենք բերում։ Թրիփի գործարկման պարագայում Ադրբեջանը մեզ պարզապես պետք չի լինելու, չէ՞ այդ իմաստով, թե պետք լինելու է այնուհանդերձ։ Ես կարծում եմ, որ այս դեպքում եթե դու ունես եւս մեկ այլընտրանք, դա միշտ լավ է, եթե բացի այդ երկու այլընտրանքը դու ունես երրորդ այլընտրանքը, դա ավելի լավ է, որովհետեւ նայեք, եթե ղազախական նավթը մենք բենզինը մենք ինչ-ինչ պայմաններում ստանալու ենք ինչ որ գնով, X գնով, ադրբեջանականը դրանից մի մանատ էժան է լինելու։ Իմ կարծիքով մենք պետք է նաև ադրբեջանականը վերցնենք, այսինքն այլընտրանքների արկայությունը ինքը շատ կարևոր է եւ ես այստեղ արհեստական սահմանափակումներ չէի դնի, ես նաև կարծում եմ, որ այս առևտրատնտեսական հարաբերությունները, որ մեկնարկեցին անցած տարվա վերջից, նոյեմբեր-դեկտեմբերից, իրենք նաև թե միակողմանի են մինչև հիմա, այսինքն Ադրբեջանն է մեզ վաճառում, բայց էլի նաև Ադրբեջանի քաղաքական էլիտաների մոտ Հայաստանի ընկալման նորմալիզացման նպաստող գործոն են, որովհետև Ադրբեջանում ֆինանսական եւ քաղաքական էլիտաները բավականին փոխկապակցված խմբեր են, եւ երբ որ իրենք հասկանում են, որ փաստորեն Հայաստանն էլ կարող է շուկա լինել իրենց ինչ որ ապրանքատեսակների համար, ու դրանից կարող են եկամուտ ունենալ, կա քաղաքական որոշում առնվազն կոնֆլիկտի ավարտի, ինչ որ սա էլի դրական ոչ թե ընկալում է, այսինքն նոր մտածելակերպ է, որ սա հնարավորություն է եւ այս ուղղությունը կարելի է զարգացնել։ Եվ ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք իհարկե ոչ մոտիկ, բայց միջնաժամկայտ ապագայի մասին, նաեւ հայաստանյան այն արտադրությունը, որ ունենք, հատկապես սննդամթերքի, ալկոհոլի, ծխախոտի, Ադրբեջանի շուկան լինել է ամենահեռանկարային շուկաներից մեկը հայկական ապրանքատեսակների համար, եթե հանվեն քաղաքական արգելքները։ Հա, այս բազմաթիվ նշվում է, որ մեզ նույնիսկ սննդա, այսպես ասած, մեր ռացիոնները Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության, իրենք երևի ամենամոտիկն են ընդհանրապես ոչ տարածաշրջանում, հա, մենք նույն բաներն ենք ուտում, սիրում եւ այլն, եւ այդ առումով հայկական արտադրանքը իր տեսականիով եւ այլն ավելի հարուստ է, հա, այսինքն մեր այդ մեկուսացումը բերա ներքին շուկայի որոշակի զարգացման։ Պարոն Մելիքսյան, մի քիչ ավելի մասնավորեցնեմ, իմ հարցը իրականում ուղղված չէր Իլհամ Ալիևին, ես այդ հավակնությունները չունեմ, որ հիմա Ալիևը այնտեղ նստած իմ հարցերն է լսում ու հետո պատրաստվում ու չունեմ այն հավակնությունները, ժամանակին քաղաքական մեկնաբան ունեինք, որ այ Էրդողան ամոթ չես անում, ինչ որ ես կարգի բաներ եմ անում հեռուստաեթերում, հա։ Չէ, իմ հարցը ավելի շատ ուղղված էր ներքաղաքական այն ակտորներին, որոնք ձգան օպերատիվ հիշողություն ունեն եւ ամեն անգամ Ալիևի նման հայտարարությունից հետո ասում են, վայ, տեսեք, բան հիմա Հայաստանը ամբողջական կախման մեջ է հայտնվելու Ադրբեջանից, այսինքն մենք Ռուսաստանին փոխարինում ենք Ադրբեջանով, այ մեր դաշնակիցը նա է, նա մեր թշնամի է, ոնց կարելի է եւ այլն, առանց հաշվելու կամ մտածված կամ միգուցե չիմանալով, որ թրիփը լրիվ ուրիշ բանի մասին է։ Հիմա թրիփը ինչի մասին է լինելու։ Եվ օրինակ, եթե Հայաստանի Հանրապետությունը որոշում է, որ գիտես ինչ կա հարգելի Ադրբեջան, ես քեզ չեմ ուզում բենզին ներկրեմ, որովհետեւ դու էլ բենզին չունես ավելի լավ, դու ներքին պահանջները բավարարի, ես ուզում եմ ղազախական բենզին ներկրեմ, հա քո տարածքով երկաթգծով պիտի գա հասնի մինչև Մեղրի։ Ադրբեջանը այդ դեպքում կարող է ասել ոչ։ Թրիփի դրամաբանությամբ։ Ես կարծում եմ չի կարող ասել, ընդհանրապես իմաստ էլ չունի, որ ասի, որովհետեւ Ադրբեջանը իսկապես բենզինի այդ ծավալները չունի, որ մրցակցի։ Ու Ղազախստանն էլ հիմա չունի օբյեկտիվորեն, ու եթե շարունակվի այն դրամաբանությունը ռուս-ուկրաինական պատերազմի, Ղազախստանը այդ բենզինը նաև, գիտեք, Ռուսաստանն է Ղազախստանից պահանջում, այդ խնդիրները կան։ Ինչ է թրիփը, ես հաճախակի տենց բնավորություն ունեմ, մեկ-մեկ նայում եմ մի քանի տարվա առաջ իմ հարցազրույցները, ասում եմ ինչ եմ ասել, հա, ու փորձում եմ հասկանալ ինչքան սթափ էր իմ այդ ասածները, ու եթե գիտեք, բանով ինչ-որ տենց գովազդով չզբաղվենք, պետք է ասել, որ թրիփի տակ կան տարբեր նպատակներ եւ ընկալումներ։ Կա Հայաստանի ընկալումը, Հայաստանի ընկալումը այն էր, որ ինքը շարունակվի Նախիջևանից հետո գա Գյումրի, գնա Թուրքիա եւ մենք նաեւ այդ խաղաղության խաչմերոք շրջանակներում ունենանք լիարժեք ապաշրջափակում։ Այստեղ Հայաստանի համար եթե այդ կոնցեպտը, որ քաղաքական կոնցեպտը հանենք, որը էլի գովազդային բնույթ ունի,
ամենակարևոր ձեռքբերումը ես համարում եմ Հայաստան-Իրան երկաթուղային կապը ու ավտոմոբիլային կապը, որը զգալիորեն ավելի արագ, էժան եւ մեծ ծավալների փոխադրելու թույլատրություն է մեզ տալիս։ Եվ սա պատմական փոփոխություն է Հայաստանի համար։ Սա եթե մենք նայենք առաջին հանրապետության տարիներին, արդեն այս միտքը կար ու այս ձգտումը կար, Հայաստանը վերածել է այն ժամանակ կոչվում էր տրանս պարսկական ճանապարհ, հա, նույնիսկ Բաթումից կարճ երկաթուղի են կառուցում, որ գնան Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Ինքը իսկապես հեռանկարային եւ ես կասեի միշտ էլ այս ճանապարհը ակտուալ լինելու, որովհետեւ անտիկ շրջանից Հայաստանի տարածքով անցնող գլխավոր ճանապարհը եղել է, որ Իրանից մտել է ճյուղայով Արաքսի հովտով բարձրացել, գնացել է արևմուտք, հա։ Ի վերջո Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել եւ այդ կերպ, ասենք, ծոցի երկրների էներգետիկ պաշարներին ընդ որում, եթե Իրանը լուծում է իր խնդիրները կապված է մեկուսացման եւ քաղաքական սանկցիաների հետ ու հնարավորություն ունեն մուտք ունենալ այն տեխնոլոգիաների, որ ունենան նավթամշակման, հա, արտահզորություններ, մենք ունենք աշխարհում ամենամեծ պաշարներ ունեցող նավթային եւ գազային երկրներից մեկը մեր հարևանությամբ եւ կարող ենք բարեկամ երկր։ Այո, որի հետ քաղաքական խնդիրներ չունենք ու իհարկե սա նույնպես հեռանկարային է։ Հայաստանի հարավի հետ կապնվելու համար հատկապես Մեղրի սա նույնպես շատ կարևոր գործոն է։ Ընդհանուր, եթե մենք ոչ միայն այս ճանապարհն ենք դիտարկում, այլ սահմանների բացում առաջին հերթին հայ-թուրքական, սա էլի պատմական փոփոխություն է, որ թույլ է տալիս մենք սա կարծում եմ ձեզ հետ էի հարցազրույցում, որ նշել էի մի քանի անգամ, որ Բաղդադը մեզ ավելի մոտիկ է, քան Ռոստովը, բայց աշխարհագրորեն, հա, բայց մենք դա չենք հասկանում, որովհետև այդ ռուսական կայսրության շրջանակում մի կողմից սահմանը փակ է եղել, մի կողմից նոր հնարավորություններ են առաջացել գնալ Մագադան ծառայելու։ Ասեմ ավելին, նույնիսկ այդպիսի ժողովրդական խոսք է Բաղդադում խուրմանել է քաղցր ինձ ինչ։ Այո, բայց հիմա այդ ինչը կարելի է հանել, որովհետև դրանք նոր շուկաներ են ու զարգացող շուկաներ են, հա, ու այնտեղ քո արտադրանքը ավելի մրցակցային է, դա դեպի Եվրոպա դուրս գալու հնարավորություն է երկաթուղային տարբեր ճանապարհներով եւ այլն Թուրքիայի տարածքով, եւ սա նույնպես պատմական փոփոխություն։ Եթե մենք նայում ենք Ադրբեջանի տեսակետից, Ադրբեջանի տեսակետը այն է, որ ինքը ունի խնդիր մեկ քաղաքական դեռ խորհրդային տարիներից ավելի կայուն կապ Նախիջևանի հետ, եւ սա տարբեր պատճառներով շատ կարեւոր է նաեւ Իլհամ Ալիևի համար, դեռ Հեյդար Ալիևի ժամանակ խորհրդային Հայաստանի այս թեման բարձրացում էր հավելյալ կապերի Նախիջևանի հետ։ Եվ Ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում, Ադրբեջանի հաղթանակի համատեքստում ինքը ունի նաև սիմվոլիկ նշանակություն, այդ կապը Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև երկաթուղիով։ Ու վստահորեն սա փոխելու է իրավիճակը Նախիջևանում, որովհետև այդ բնակչությունը իսկապես մեկուսացված է եղել, ու Նախիջևանը Հայաստանի փոքրիկ մոդելն է, էլի։ Այն ինչ մենք ունեցել ենք կոնֆլիկտի տարիներին, այդ տարածաշրջանը Ադրբեջանի այն մասն է, որ ավելի շատ է զգացել այդ ամեն ինչը, ու այստեղ իսկապես կտրուկ փոփոխություն է լինելու։ Եթե մենք նայում ենք միջազգային կոմունիկացիաների համատեքստում, հա, թրիփի, որ ասենք կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Թուրքիա, միջին միջանցք եւ այլն, այստեղ արդեն այդ գործոնները շատանում են, անորոշ գործոններ, որովհետեւ Կասպից ծովի խնդիրը կա, ծովի մակարդակի իջնում է, նավահանգիստները բավարար չեն, հատկապես Ղազախական ափին, նավա տորմը, հա, ասենք այդ իր առևտրական եւ բեռներ փոխադրելու ծավալների համար մեծ ծավալների պատրաստ չի, լոգիստիկ տարբեր լուծումներ են պետք, կառավարման այդ հոսքերի եւ այլն, այդ խնդիրները 10 տարի մոտավորապես լուծվում են, մինչեւ հիմա լուծված չեն եւ մենք ունենք միջին միջանցք ամենակարճ ճանապարհը լինելով տեսականորեն 12, 13, 14 օրում բեռը կարող է Չինաստանից հասնել Եվրոպա, ինքը հիմա հասնում է ավելի ուշ, քան հյուսիսային միջանցքով, այսինքն Ռուսաստանի տարածքով, որովհետեւ Ղազախստանի ափին է բեռը մի երկու շաբաթ մնում, Ադրբեջանի ափին, հետո գալիս է Վրաստան Սևծովի ափին, գնում է Բուլղարիա, էլի փոխում է, այսինքն այդ մոդուլներն են փոխում երկաթուղի ծով։ Մի խոսքով, այս խնդիրները իրենք այդքան հեշտ լուծվող չեն, այստեղ կան տարբեր երկարաժամկետ ու մեծ ներդրումների խնդիր, եւ ես այստեղ ավելի սկեպտիկ եմ։ Կա Միացյալ Նահանգների իհարկե հետաքրքրվածությունը, Կենտրոնական Ասիան
Կասիայի համար նոր ուղի ստեղծել դեպի Եվրոպա, եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ Թրամփի վարչակազմը ինքը միշտ Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի լոյալ էր, ինքը ուղիղ չէր հայտարարում, որ աշխարհակական մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ շահերի գոտիների ինչ որ միջամտություններ չի անում, բայց երբ որ մենք գործնական առումով նայում ենք ինչ է անում Թրամփի վարչակազմը, ինքը վերջին վարչակազմերից ամենավճռական քայլերն է անում ռուսական ազդեցության թուլացման հետխորհրդային տարածաշրջանում։ Լինի դա Հայաստանի դեպքում, Ադրբեջանի դեպքում, Կենտրոնական Ասիայի դեպքում։ Հիմա երբ մենք մտնում ենք այդ շահերի գոտի, մեր հայրենակիցներից շատերը ասում են, գիտեք, ինչքան մենք մեր ռազմավարական դաշնակցին դավաճանում ենք։ Կուշտ փորի դիմաց, այսպես ասեմ։ Այն ինչ որ անում է Հայաստանի Հանրապետությունը, ելնելով սեփական շահերից, դա դավաճանություն է դաշնակցի նկատմամբ, թե չէ։ Դից համար ընդհանրապես այդ բարակապակցությունը անընդունելի է ու նաև վերջի շրջանում, քանի որ էլի առաջի հանրապետության մասին հիմա ինտենսիվ նյութեր եմ կարդում ու հատկապես տարածքային վեճերի, Հայաստանի Տավուշի հատվածում, Նախիջևանի հատվածում եւ այլն, ասենք այդ պատմական բեռը ունենալով եւ այն թվականին նաև ռուսական արբիտրաժը ինչ բացասական դեր ունեցավ, այսինքն Ռուսաստանը ներգրաված պատերազմական կողմերի մեջն էր Հայաստանի հետ, որ պատերազմական գործողություններ էր վարում, գրավում էր տարածքներ, օրինակ Իջևանը 2 անգամ, պաշտոնյաներին էին գնդակահարում, այդ թվում ասենք հյուսիսային այդ հյուսիսարևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Բաղդասարովին եւ այլն, ու հիմա որ նայում ենք այդ առումով եւ պատմական առումով եւ վերջին շրջանի իրադարձությունների, ռուսական քաղաքականությանը, ես կարծում եմ սա առնվազն զառանցանքներ են քաղաքական, այսինքն իրենք ոչ փաստագրական ինչ որ ստուգում են դիմանում անցուն, ոչ էլ ինչ որ վերլուծական ինչ որ տար կա դրա մեջ, ու բայց կա մի ուրիշ բան, մի ուրիշ մտածելակերպ, դա էլի իհարկե Ռուսաստանի ազդեցության, Խորհրդային Միության ազդեցության հետևանք է, որ մի զգալի մասը մեր քաղաքական վերնախավերի ուղղակի պատրաստ չեն այդ շրջաներից դուրս ընկալել, որ կա ուրիշ աշխարհ, որի հետ դու պետք է էլի ինչ-որ ձև քաղաքականորեն շփվես։ Կոպիտ ասած, ես այս անկյունը սարքել եմ իմ համար կոմֆորտ զոնա, ինձ մի ստիպեք, որ ես այնտեղից դուրս գամ ու ընդունեմ, որ սենյակ ունի եւս 3 անկյուն կամ առավել եւս կենտրոնական հատված, որտեղ տեղաշարժվելը շատ ավելի հեշտ է եւ դյուրին։ Ինչ որ ասենք, պատկերացրեք ջրավազանում սերունդ բուծել են ինչ-որ ձկների տեսակ, որ կարող է այդ պայմաններում այդ սննդով սնվել, հետո բացվում է ջրավազանը, չգիտեմ, դեպի օվկիանոս, դեպի Մեծ լիճ եւ այլն, ու իրանք նոր ինչ-որ միջավայր են ստանում, բայց հենց համար այդ անհասկանալի է, որովհետեւ իրենք սովորել են, որ չգիտեմ, տարին մի անգամ մեկը գալիս է այդ կերը գցում է ջրի մեջ, այդ պայմանները եւ այլն, ու սա կարծում եմ հենց այդ քաղաքական դաշտի մեր խնդիրներից մեկն է, ու էլի առաջին հանրապետության տարիներին իմիջիալոց շատ վառ տեսքով արտահայտված է եղել, այսինքն մենք այս խնդիրները նույնպես կրկնում ենք, ու հաճախակի նայեք, եթե նայում ենք նաև Ռուսաստանի տեսակետից, Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում երբեք այդ ստանդարտները չի դրել, որ ինքը պետք է սահմանափակի իր հարաբերությունները Հայաստանի հետ խնդիր ունեցող կամ ուղիղ թշնամական հարաբերություններ ունեցող երկրների հետ։ Ինքը մեզ ուղիղ դա ասել է, հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ ուղիղ տեքստով ասվել էր, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը եւ Հայաստանը եղբայրական կամ չգիտեմ ինչ երկուսն բարեկամական երկրներ են, պետություններ են, որ զենքի վաճառքը շարունակվելու է, դա բիզնես է, որ Թուրքիայի հետ ինքը առանձին շահեր ունի եւ այլն եւ այլն։ Եվ այս համատեքստում, եթե կա մի կողմ, որ իր վրա նույն տրամաբանությունը, նույն պարտականությունները չի վերցնում, ու նույնիսկ այն ինչ վերցնում է չի կատարում, իսկ դա չի կատարվել, այս խոսույթը, երբ որ Ռուսաստանի նկատմամբ այդ ամեն ինչից հետո դու ունես ինչ-որ պարտավորություններ, սա արդեն ռացիոնալ կամ, այսպես ասած, առողջ հոգեբանության տրամաբանության ներքո չի բացատրվում, ասենք, եթե Ստոկհոլմյան սինդրոմի մասնագետները կարող են սա բացատրել, կարծում եմ, այս դաշտում ինչ-որ հնարավորություններ կան, բայց եթե մենք խոսում ենք պետության շահերի տեսակետից, փորձում ենք նաև ինչ-որ ընկալելի լուծումներ գտնել այն խնդիրներին, որ ունի Հայաստանը, այդ թվում Ռուսաստանի հետ, եթե չկան լուծումներ ու միայն այս հոգեբանական ճնշումն է Հայաստանի վրա, սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար,
ու նաև մեր այդ դաշտն է իմ կարծիքով խնդիրներից մեկը, որ մենք սահմանափակում է մեր ավելի առողջ քաղաքական հարաբերությունների հնարավորությունը Ռուսաստանի հետ, որտեղ առաջնայինը շահերն են եւ այդ շահերի ընկալումը հակառակ կողմից։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ ռուսական քաղաքական ռեժիմը հիմա անցել է մի փուլի, որտեղ ինքը այդ վերլուծական կարողությունները չունի, այսինքն ինքը չի կարող հասկանալ ինչ սխալներ է անում։ Չի կարող, թե չի ցանկանում, դրանք երկու տարբեր բաներ են։ Կարևոր չի իրականում, որովհետև այնտեղ տարբեր գործ։ Չէ, որովհետև եթե չի կարողանում հասկանալ, հնարավոր է բացատրել, եթե չի ցանկանում հասկանալ, դա անհնար է, ինչ ուզում ես արա։ Ես կարծում եմ դրանք նույնական են ռուսական էլիտաների դեպքում, իրենց փորձի անձնական, այսպես ասած, նախապատմության եւ այն ճանապարհի, որ անցել են վերջին 20-25-26 տարիներում, իրանք ունանք չեն ընկալել հետխորհրդային տարածաշրջանի խնդիրները adekvat ձևով եւ կառուցողական, այսինքն լուծումների փնտրելու ձևով եւ նույնիսկ այն ազդեցությունը, որ ունեն Հայաստանում, որ ունեն այլ երկրներում, իրանք մսխել են։ Եվ հիմա հետխորհրդային տարածաշրջանում չկա ինչ-որ երկիր, որ ինքնական իսկապես ուժեղ պրոռուսական տրամադրություններ լինեն, հա, եթե ինչ-որ ճնշում չկա Ռուսաստանի կողմից, այդ տրամադրությունները բացակայում են, եւ սա արդեն երկարաժամկետ առումով կարելի է տարբեր տեսակետներից նայել որպես կայսրության վերջնական փլուզում, հա, որպես ինչ-որ այս քաղաքական ռեժիմի զարգացման յուրահատկություն, որ կա Ռուսաստանում եւ այլն, բայց կարծում եմ էական չի, մեզ համար էական է, որ իմ կարծիքով մենք խնդիրներ ենք ունենալու Ռուսաստանի հետ ու ցավոք սրտի ես լուծումներ չեմ տեսնում, որին պատրաստ է հակառակ կողմը։ Ես տեսնում եմ մարտավարություն, որ մենք կարող ենք հետաձգել ինչ-որ ավելի սուր կոնֆլիկտային դրսևորումները, որ կարող են լինել այդ հարաբերություններում, բայց որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրները եւ նոր մոդել լինի հայ-ռուսական հարաբերությունների, ես կարծում եմ դրանք անհնար են, մինչեւ որ կարգավորված չի հարաբերությունները Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ եւ Ուկրաինայի պատերազմը, հա։ Եվ հետեւաբար մեր մոտ ապագայում նաև այս ուղղությամբ, ռուսական ուղղությամբ ես կարծում եմ լինելու են ճգնաժամային դրսևորումներ, լինել են նույն գազի թեմայի հետ կապված ինչ-որ շահարկումներ, առնվազն շահարկումներ ռուսական կողմից, չգիտեմ գործնական քայլերի կգնան թե չէ։ Եվ հետեւաբար, եթե վերադառնանք առաջին մասին հայտարարությունների, իսկապես Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունը կարող է ոչակի դրական ազդեցություն ունենալ այս առումով, եթե ինքը պատրաստ լինի հատկապես գազ մատակարարել Հայաստանին, նույնիսկ դրա մասին հայտարարի, սա արդեն որոշակիորեն կուժեղացնի, հա, Հայաստանի դիրքերը բանաց։ Իրանը իմիջելուց արդեն դա արել է։ Այո, ես դրա մասին նույնպես ես կարծում եմ դա շատ կարևոր է, այն խողովակը, որ մենք ունենք Իրանից իր թողունակությունը մաքսիմալ թույլ է տալիս բավարարել Հայաստանի պահանջների մոտ 85%-ը, հիմա մենք ստանում ենք այդ խողովակի հզորության մաքսիմալ երևի 20%-ը, այսինքն էլեկտրաէներգիայի դիմաց է ծրագրի շրջանում։ Այո, այսինքն մեզ պետք են նոր կոմպրեսորներ, մեզ պետք է այդ մատակարարման ընդհանուր սխեման փոխվի Հայաստանում, որովհետև ինքը ստեղծված է, որ հյուսիսից ցենց գնում է հարավ, իսկ հակառակ ուղղություն մղելու համար եւ բաժանելու պետք է նոր ենթակառուցված ստեղծեն, բայց ես կարծում եմ մենք դա պետք է անենք, այսինքն մենք պետք է միշտ այդ այլընտրանքային լուծումները ունենանք ու մի քայլ առաջ մտածելու այդ բանը, հա, չգիտեմ դա տաղանդ անվանել, թե ոնց կոչել, ինչը բացակայում է հայկական քաղաքական մտքին, այսինքն մենք տաղանդը, այսինքն մի քայլ առաջ մտածելու տաղանդը, որովհետև դա քաղաքական տաղանդ է նաև, հա, իմ կարծիքով անխուսափելի է այն խնդիրները, որը ես նշեցի, որ մենք ունենալու ենք նույն գազի հետ կապված, ու եթե դու ունես այլընտրանք, դու պետք է այդ այլընտրանքը ոչ թե տեսական լինի, ինքը աշխատող այլընտրանք լինի։ Ու այդ դեպքում նաև այս կախվածությունները, որ կան Ռուսաստանից, իրենք այն բնույթը, հա, ապոկալիպտիկ չեն ունենա, ու ես կարծում եմ միակ արգումենտը, որ կարող ես դու օգտագործել նաև Ռուսաստանի հետ քո հարաբերություններում, դա ոչ թե տեսական այլընտրանքների արկայությունն է, այլ իրական։ Նայեք, մենք մինչև 20 թվականի պատերազմը ես հիշում եմ մի փուլ կար, եւ որ ընտրել էինք այսպիսի հռետորաբանություն, եթե Ռուսաստանը աջակցի Ադրբեջանին Ղարաբաղի հարցում եւ թույլ տա որ պատերազմ լինի, դա առաջինը Ռուսաստանի իմիջը որպես խորհրդային տարածաշրջանում գերտերության, հա, այսպես ասած հեգեմոնի կթուլացնի, ցույց կտա որ ինքը
նաև դավաճանում է իր դաշնակիցներին, չգիտեմ, թուլացնում է իր դիրքերը այս տարածաշրջանում եւ այլն եւ այլն, այսինքն ինչ որ sense բլեֆի բաներ ընտրել հայկական կողմը, որ չկանի, որովհետեւ դա ձեր շահերից չի բխում։ Բայց բարձրաց որ այդ ընկալումը, որ մենք ունենք ռուսական շահերի մասին եւ այն ընկալումը, որ ունեն Ռուսաստանի շահերի մասին, դրանք տարբերվում էին։ Եվ իհարկե արդյունքը եղավ այն որ ռուսական շահերի տեսակետից Այսինքն մենք ճիշտ էինք ասում։ Մենք ճիշտ էինք իսկ անում, բայց ճիշտ էինք։ Այո, բայց իրանք քանի որ ուրիշ ձև են մտածում, իրանք այդ ընկալումը չունեն եւ իրենք անում են այնպիսի քայլեր, որոնք քանի որ իրենք համարում են որ հայկական կողմը թույլ կողմ է, ու իրենք ճիշտ են որ հայկական կողմը թույլ կողմ է, որովհետեւ հայկական կողմը իրանց զենք էր ուզում, հայկական կողմը վարկեր էր վերցնում, որ նորելի է զենք ստանա, հայկական կողմը խնդրում էր որ ինչ որ միջնորդություն լինի եւ այլն 2016 թվականից եւ իրենց համար հայկական կողմը sense ինչ որ խնդիրներ ստեղծող բան էր, հա, գործոներ, Ադրբեջանը հնարավորություններ էր տալիս։ Իրենք ընկալում են Ղարաբաղը որպես խնդիր։ Դե թող հիմա գնան մտածեն։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։